քանի որ դուք այդքան տենց տարակ թեման կիսատ չթողնելու համար իրականում դիլերներ կան, հենց այդ իմ ասած տեղում դիլերներ կան, ովքեր կոչվում են հազար ներողություն, ես չգիտեմ այդ բառը ոնց անցում, լավ է հնչում, թե վատ է հնչում, բայց դա դարերից ի վեր եկող ձևակ այնտեղ կան դալալներ։ Եվ հիմա դուք հասակ միտեղ, ի՞նչն է պատճառը այնտեղի։ Հիմա երբ որ մենք գնանք մեր ավտոմեքենաների տրանսֆերի ուսումնասիրությունը անենք, կարող է պարզվի, որ նրան մի հսկայական տոկոս ունենք ավտոմեքենաների նվիրատվությունների եւ այլնի։ Ինչու՞, որովհետեւ ձեր ասած դիլերը ինքը պետքա աշխատի հարկային դաշտում կամ շրջանառության հարկ, չնայած դժվար է պատկերացնել ավտոմեքենայի վաճառքը շրջանառության հարկի դաշտում, որովհետև ոնց էլ անենք 112 միլիոն դրամը գերազանցելու։ Դա նշանակում է պետք է վճարի ավելացված արժեքի հարկ եւ այլն։ Հիմա այդ տեղը եկան բուն պետական թեմային հասանք։ Այդ տեղը ինչի է այդքան գրավիչ, որովհետև այնտեղ ավելացված արժեքի հարկ, շրջանառության հարկ եւ ընդհանրապես հարկ չկա, կամ հիմնականում չկա, կամ դե հիմի այստեղ արդեն եկանք հասանք, իսկ ուր է նայում պետական եկամուտների կոմիտեն, իսկ ուր է նայում ոստիկանությունը, իսկ ուր է նայում Երևանի քաղաքապետարանը, իսկ ուր են նայում տեսչական մարմինները, տեսակ ուր հասանք։ Ես այդ մտադրությունը բացարձակապես չունեի, բայց խնդրեմը այդտեղ է։ Իսկ ուր է նայում սննդի անվտանգության տեսչական մարմինը, որտեղ այդ պայմաններում չի կարելի սնունդ վաճառել։ Եվ մենք բոլորս ուր ենք նայում։ Դե ասում ենք լավ էլի բան, ոնց է լինի մի 1000 ավտո տեղ կանգնած, ամենք էլ 1000 հոգի, հիմա խցանում է Էրեբունի փողոցում։ Գործողություն անենք, փակվելու է Էրեբունի փողոցը, պետք է գնանք էլի սա բանն է, մեր եւ մենք այս sense են հեղափոխականից դառնում կոնֆորմիստ, Եկեք արձանագրենք, որ հեղափոխությունից 7 տարի անց մենք դարձել ենք կոնֆորմիստ, եւ ես սրա հետ պրոբլեմ ունեմ, եւ հույս ունեմ բոլորդ է պրոբլեմ ունենք, այստեղ է մեր կոնֆորմիզմը, եւ ընդհակառակը ես այս առումով ես շատ գոհ եմ վերջին ամիսների եւ այսինքն չնայած զուգահեռ անարդարել չլինեմ մեր նկատմամբ, մենք որոշումներ ենք կայացրել, այն չի որ հիմա մի դեպքի պարագայում, որովհետև մեկը ամեն ինչ միանգամից չենք կարող փոխենք։ Բայց այս սրանք ուղղակի մտքեր են, ես ուզում եմ, որ այս մտքերը հնչեն, կիսվենք այս մտքերով, որ չստացվի, որ մենք այս ամեն ինչը չենք տեսնում։ Մենք այս ամեն ինչը տեսնում ենք, խորանում ենք, հասկանում ենք, բայց նաև այնքան խնդիրները, ինչքան խորանում ենք, այնքան խնդիրներ են ի հայտ գալիս։ Եվ տեսեք, թվում է թե մի պարզ հարցը, որը պետք է 1-2 նախադասություն ասել, եւ փակվի, տեսեք ինչքան շերտեր բացահայտվեց։ Չասեցի, բա օր նայում ՊՎՑ-ն։ Շատ լավ, հարցը դնում եմ քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Ընդ որում ես այդ բանին էլ կողմ չեմ, որ վարչապետը մի հայտարարություն անում, մեկ էլ 2 ժամից կամ հաջորդ առավոտը բոլորը տեսչականները, ոստիկանությունները, ՊԿ բանը գնում են, այնտեղ 2 օր սպասում են, նոր բան ասեց, թե չասեց, չէ ուրիշ գործերով ազբաղած, լավ, ադբոյ, գնացինք տներով։ Պետք չի տենց բան անել, ժողովուրդ ջան, պետք չի։ Եկեք ավելի բան մտածենք, ինստիտուցիոնալ եւ երկարաժամկետ մտածենք։ Հարց համար 35